Տարին ծաղկաշատ է, նեկտարն առատ, գարնանից սկսած մոտ 6000 փեթակ է բզում Վայոց ձորի բարձրադիր սարերին։ Մարդ կա բերքահավաքին մինչև 1 տոննա մեղր կքամի, եթե իհարկե հեռավոր արոտներում թողած քաղցր բիզնեսը էլեկտրական հովիվներով պաշտպանել է վայրի կենդանիներից, ասում է Եղեգիսի համայնքապետը։ Այդ հովիվների արդյունքում է, որ հիմա մենք այդպես մի քիչ պոտենցիալ աճ ունենք մեղվան տանիքների հետ, հետո շատ ահավոր ջարդում էր արջը։ Արջը տարեսկզբից արդեն 12 անգամ տարածքի գյուղեր է մտել, վերջին դեպքը 2 շաբաթ առաջ էր, ճագար հավ տան բակում ինչ պատահել էր սատկած գտան։ Շատինի արջի մասին խոսք չկա, աստղ է դարձել, էկրաններից չի իջնում, նեղսրտած են այս կողմերում։ Անցած տարի իրենց հյուր եկած ծուրթաթը ագրեսիվ չէր, բայց դե սոված էր, երևի չէր գնում, հիշում է Եղեգիսցի տիկին Գրետան։ Նստել էր այն պոպոկի ծառի տակ, ընդրանք ընդեից էին գոռում, մենք ստեղից էին գոռում, իր հավասին նստած մեզ էր հետևում։ Դրանից հետո ընդունեցին խնդրի լուծման FPWC-ի առաջարկն ու ծրագրից նվեր ստացած սարքով լարով շրջապատեցին ընտանիքի մեղվափեթակները, ցույց է տալիս։ Էլեկտրական հովիվը մեր ներքևի կողմից, որտեղից որ արջի արահետներ փակել ենք, որ մեղվանոցը ապահով լինի։ Թույլ հոսանքով արջին վախեցնող տեխնոլոգիան աշխատեց այնպես, որ այվազյանները մի սարքել հեռավոր իրենց այգու համար են ձեռք բերել, արդեն մասնակի վճարումով։ 100,000 մենք տվեցինք, մնացածը կազմակերպությունը տվեց, 100,000-ով մենք 5000 մետրի համար գնել ենք։ Մարդկանց էլեկտրական հովիվին սովորեցնելուց հետո վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Եղեգիսի գյուղեր արջերի այցելությունը կրճատող այժմ էլ փակվող աղբաման է առաջարկում։ Վստահ են, եթե բնակավայրի սննդային թափոններով հեշտ կշտանալը չլինի, ծուրթաթը չի գա։ Առաջի 10-ը մենք մեր ուժերով, մեր ծրագրերի շրջանակներում նվիրում ենք, այն պայմանով, որ համայնքը կհասկանա, որ իր բյուջեից պետք է հատկացնի այդ նմանատիպ աղբամանների արկայությունը իր համայնքներում։ Այն համայնքները, որտեղ որ կա հարուստ կենսաբազմազանություն, ինչպես նաև արջերի ակտիվություն, իրանք պարտադիր կերպով պետք է ունենան միայն նմանատիպ աղբամաններ։ Ուրիշ ոչ մի բան չի կարող աշխատի։ FPWC-ն այս կողմերում բնապահպանական տարբեր ծրագրեր է իրականացնում, որովհետև տվյալ տարածքը բացառիկ հարուստ կենսաբազմազանություն ունեցող աշխարհի 36 թեժկետերից մեկի Կովկասյան մերգոտու հարավային էկոլոգիական միջանցքի վրա է, որտեղով տեղաշարժվում են կարմիրգրքյան հովազը, կասպյան ուլարը, սպիտակագլուխ անգղը, քարարծիվը, գառնանգղը, բեզոարյան այծն ու գորշարջը, ժայռերի ծաղիկներից մինչև գիհի ամբողջը վայրի կենսական առողջ շղթայի մաս են։ Ինչ որ բան խախտվել է, որ արջերն ակտիվացել են, գուցե քանակն է շատացել, հետազոտություն են պատվիրել կենդանաբանության գիտական կենտրոնին։ Հայաստանում ամենախիտ պոպուլյացիան երևի թե Վայոց ձորի մարզում է ընդհանուր առմամբ։ Կենտրոնացել ենք Եղեգիսի, ուրեմն կիրճի երկայնքով ձգվող բնակավայրերում մարդ արջ կոնֆլիկտի ուսումնասիրմանը։ Ընդհանուր Վայոց ձորում ենք անում, բայց Եղեգիսի կիրճում ավելի ինտենսիվ է այս կոնֆլիկտային երևույթը։ Արջը մեղավոր է, որ մարդիկ տարածքում 22 հեկ են կառուցել, որից 13-ը միայն Եղեգիս գետի վրա։ Ջուրը ներքևներում ինչքան շատ է խողովակաշար մտցրած, կենդանին իրեն անհրաժեշտ սպիտակուցի հետևից այդքան հաճախ է մոտակա գյուղեր մտնում, բացատրում է մարզպետարանի շրջակա միջավայրի պաշտպանը։ Հիմա այդ կենդանին եկել է գետի մոտ, կարող է մի ձուկ բռնի, մի խեց գետի, մի գորտ, մի փապկամարմի, ինչ որ բան ուտի, ոչինչ չկա, խողովակով ջուրը գնում է, ինքը բարձրանում է գյուղը։ Մարգարյանն առաջարկում է նաև արջերից չբողոքելու համար տեղացիները խղճով մոտենան սարերի վայրի բոխու ու շուշանի հավաքին։ Ամբողջը քաղում են ձմռանքնից զարթնած ծուրթաթն ուտելու խոտ չի գտնում։ Սոված կենդանու համար FPWC-ն երբ ստիպված տարավ հեռու անտառներում խնձոր գազար թափեց, արջերը տևական ժամանակ գյուղեր չիջան։ Կերի մշտական պաշարի համար հիմնադրամը հիմա սկսել է սարերին վայրի տանձ խնձորի ծառեր տնկել։ Վերջերս էլ կոնֆլիկտը հարթող մեղրի փառատոն անցկացրին։ Կատակում են, ապացույց են հավաքում, որ մարդն արջին խելքով կհաղթի։ Էրմինե Բաղդասարյան, լուրեր։